Բարելույս Հայաստան, բարելույս իմ հիանալի հայ ազգ։ Մինչ պատրաստվում էի այսօրվա տեսահոլովակը նկարահանելու, մի վատ լուր եկավ եւ խորին ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ մեզանից հեռացավ հիանալի մի հայ ազնվորություն, Հայաստանի ժողովրդական արտիստ Արտաշես Ալեքսանյանը, իմ մտերիմ բարեկամ, իմ մտերիմ ընկերը, կռվող ազատամարտիկ, Հայաստանը սիրող, հայ ազգին սիրող մի ազնվորություն։ Ես իհարկե կմասնակցեմ բոլոր արարողություններին կապված Արտաշես Ալեքսանյանի հետ, բայց այսօրվա եթեր ուզում եմ սկսեմ մեր խորին ցավակցությունը հայտնել ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ բարեկամներին։ Իրոք մի քիչ դժվար եմ խոսում, կներեք, քանի որ ես շատ էի սիրում Արտաշ Ալեքսանյանին եւ Արտաշ Ալեքսանյանի մարդ տեսակը։ Իրական հայի զավակ։ Շատերը մեզ նմանացնում էին արտաքինով եւ այդ նմանությունը բերեց մեր ծանոթությանը։ Եվ ես անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ունեցա այդ հնարավորությունը ճանաչել մեծն հային։ Նա իրեն դերը, որ խաղաց Նժդե կինոֆիլմում, ես իրեն ասում էի, Արտաշ, դու Նժդեն չես խաղացել, դու խաղացել ես ինքդ քեզ։ Փառք ու պատիվ մեծ հային։ Սիրելի բարեկամներ, իսկ այսօրվա եթերը ուզում եմ շարունակեմ, քանի որ ինչի համար որ ես պատրաստվում էի անեի Հայաստանի մասին էր մտածում Արտաշ Ալեքսանյանը, նա իմ հետ, իմ կողքին իրեն հիանալի խորը խորհուրդներով ինձ ոգևորում էր դեպի պայքար։ Եվ այսօր նրա հոգին իհարկե կտեսնի, որ ես շարունակում եմ մեր գործը եւ լինելով այս հոգեպես ծանր վիճակի մեջ, ես պետք է անեմ այն, ինչին որ սպասում է հայոց աշխարհը եւ մեր հիանալի հայ ազգը։ Արտաշ ջան, իմ եղբայր, հանուն մեզ բոլորիս, ես գնում եմ առաջ։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ այսօր ձեզ խնդրեմ, որպեսզի դուք
Այս տեսահոլովակը տարածեք որքան կարող եք շատ, քանի որ շատ կարևոր բաներ եմ հիմա ասելու եւ ձեր տարածումից կախված է թե ինչ հետևանքներ է ունենալու այս ամենը մեր ժողովրդի համար, քանի որ եթե լինում են տարածումները, լայքերը շատ, ուրեմն YouTube-ը ինքը սկսում է տարածել այդ տեսանյութը, իմ հորդորը եւ խնդրանքը ձեզ, չէի ուզում ամսի 5-ին 3 կիրակի օրը ձեզ անհանգստացնեի, որպեսզի չփչացնեի ձեր կիրակնօրյա հանգիստը, դրա համար տեղափոխեցի այդ ամենը այսօր հուլիսի 6-ին 2026 թվականին։ Սիրելի բարեկամներ, ինչպես ես ձեզ ասում էի, ՍԴ-ն պետք է թողնի անփոփոխ իրեն որոշումը եւ նա թողեց անփոփոխ, իսկ ընտրված ընդդիմությունը խոշոր ճակերտների մեջ վերցրեցին մանդատները։ Եթե դուք հիշում եք, ես ձեզ ասում էի, որ ես իմ ձայնը տալու եմ ուժեղ Հայաստան դաշինքին եւ հիմնավորեցի ինչի համար։ Քանի որ ուժեղ Հայաստան դաշինքի հետ կապել էր միավորված հայեր կուսակցությունը, որտեղ որ Նայիրի Սարգսյանը պատվավոր նախագահն էր, Նայիրի Սարգսյանը նաեւ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավարն է։ Եվ ես չսխալվեցի, սիրելի բարեկամներ, ասեմ ինչու։ Եթե դուք հիշում եք, ես ասի, որ ես վստահում եմ տվյալ երիտասարդին, նա հայրենասեր է, նա հայասեր է, նա իսկական հայի տեսակ է։ Եվ ինչու չեմ սխալվի, ասեմ։ Նայիրի Սարգսյանի հորդորով այն իրեն ընկերները, ովքեր կային ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի մեջ որպես պատգամավորի թեկնածու չվերցրեցին մանդատները, նրանք հրաժարվեցին մանդատներից։ Եվ ինձ թվում է, որ Նայիրի Սարգսյանի թիմակիցները, ինչպես եւ բոլորը այն մարդիկ, ովքեր վստահում էին ընդդիմությանը, մեկ անգամ եւս խափնվեցին։ Հերիք չի, որ Նարեկ Կարապետյանը իրեն հայտարարություններն անում է, որ իրանք վերցնում են, ինչի համար են վերցնում, լոլոն է կարդում հերթական, սիրելի բարեկամներ։ Նա նաև Նիկոլից լավ բան չի սովորում։ Հələ մի բան էլ իրենց մանդատ վերցնելը ուզում են ժողովրդի վրա լավություն համարել։ Ինչ է ասել Նարեկ Կարապետյանը, բերեք լսենք, հետո ես ձեզ եւ իրեն կպատասխանեմ։ Համացանցում տեսա մի կարծիք, մեր հայրենակիցներից մեկ ասում էր, ահա, մանդատի համար էր այս ամենը։ Սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ինչ ա տալիս, ինձ ինչ ա տալի, իմ ընկերներին ինչ ա տալիս, բացի պայքարից, բացի պրոբլեմներից, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից ինչ ա տալիս մանդատը, հետաքրքիր է, ասեք մենք էլ իմանանք էլի, վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը, այսինքն մենք մի տարի բոլոր պրոցեսների մեջով անցնենք, այս ամբողջ խնդիրների մեջով անցնենք, ձեր մոտ այն վստահությունը չլինի, որ մտածված ենք էսի անում, այդ մանդատը նշանակությունը մենակ պրոբլեմա, մարդիկ թողում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնակիցությունը գալիս են, որ գնան նստեն, ինչ ա տալիս մեզ, մյուս բանը, երբ մեզ ասում են, մի ճանաչեք լեգիտիմությունը, եղբայրներ, ընտրությունից մեկ օր առաջ մի քանի 100 հոգի շտաբերից, այս մարդիկ օտարերկրյա կառույցների ծափերի տակ կալանավորեցին, ոչ մեկ ծպտուն չանեց, ինչ լեգիտիմության մասին է խոսքը, իրենց կարտ բլանշա տված, որ իրենք Հայաստանը սարքեն աշխարհաքաղաքական, եւս մի հակառակորդ երկիր մեծ երկրներին, եւս մեկ Ուկրաինա, դրա համար իրանք աչք են փակելու Հայաստանում լեգիտիմության հարցերի շուրջ, մենք էդի լավ գիտենք, մյուս հարցը, որ մեզ տալիս են, վայելեք մանդատները, սիրելի հայրենակից, այդտեղ վայելելու բան չկա, դա ուղղակի տոմսա դեպի կալանավայր, բայց պրինցիպիալ մի հարց,
Վաղը Հայաստանի փողոցում հարյուրավոր մարդիկ են։ Հարյուրավոր մարդիկ։ Նարեկ, մենք որ կրկեսում ձեր ցիրկում հանդիպեցինք, ես ձեզ ուղիղ հարց տվեցի։ Այսինքն ինչ ձեզ, քեզ Նարեկ։ Ես վստահ եմ Նարեկ, որ ձեր թիմակիցների մեջ կան շատ գեղամ Նազարյաններ։ Նարեկ, ես ձեզ ասեցի, ես քեզ ասեցի Նարեկ, որ 21 թվից էսյան եղել է կապիկություն պարլամենտում եւ առաջարկեցի, որպիսի պարլամենտը ազգային ժողով տեղափոխեք ձեր կրկես։ Դու ինձ չլսեցիր Նարեկ։ Հիմա ինչ ես ասում։ Ժողովրդին վիրավորված է, մենք վտանգավոր ճանապարհով են գնում, մեզ կբռնեն։ Այդ լուրջ ես ասում Նարեկ։ Նարեկ, դուք դավաճանեցիք հայ ազգին։ Դուք Նիկոլից ոչ մի բանով հետ չեք մնում Նարեկ։ Դուք վերջի հույսն էիք ուզում կոտրեիք ժողովրդի, բայց ձեզ մոտ չստացվեց, քանի որ ժողովրդի կողքին կանգնած է Արտուր Ֆարմանյանը, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, որը այսօր այս պահին, այս վարքյանին կոչ է անում բոլոր իրական ընդդիմությանը հավաքվել համահայկական ազատագրական շարժման գաղափարի շուրջ եւ սկսել պայքարը։ Վերջում կասեմ ինչ պայքար ենք անելու։ Իսկ եթե դուք վախկոտներ չէիք Նարեկ Կարապետյան, ապա դուք կարձագանքեիք Նիկոլ Փաշինյանի այս կոչին։ Բաքապն վերարտադրվել այրան գնացել են ստաներում վեր են ընկե։ Բա հայրենիքի ճակատագրի մասին ով է մտածելու։ Ով է մտածելու։ Ասում եմ, այն մարդուն, որ 2013 թվից է հացադուլա անում, իմ գործընկերոջ նկարով մայք են հագցրել են, ասել են դու ստեղ հացադուլարա, իրանք գնացել են բան։ Սա ու որը մեկը պտտվի լեզուն ասի, որ ԿՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծել, ղալաթ է կարել։ Ղալաթ է կարել։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, թող դուրս գա հրապարակ։ Այդ դրանից հետո դուրս կգան հրապարակ, նրանք ում ձայնը դուք ձեր ընտրակաշառքով կեղծել եք, եւ այդ ժամանակ դուք կտեսնեք, ոչ մենք կտեսնենք, այլ կզգաք հեղափոխությունը։ Հիմա ասա Նարեկ, եթե նստելը կա, բռնվելը կա, ապա ինչու չգեներացրեցիք փողոցը։ Հարց։ Մեկը նստել Նարեկ։ Իսկ գիտեք դուք ինչ արեցիք Նարեկ Կարապետյան։ Դուք հայտարարեցիք, որ ոչ լեգիտիմ է իշխանությունը, ոչ լեգիտիմ է Նիկոլ Փաշինյանը։ Դիմեցիք սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը չորոշեց, դու վերցրեցիք մանդատները։ Հիմա ինչ է նշանակում դուք լեգիտիմ եք։ Սիրելի բարեկամներ, ոչ կառավարությունը, իսկ նույն իշխանությունը նաև պարլամենտում այս ոչ բարով ընտրված ընդդիմությունն է, իրենք բոլորը ոչ լեգիտիմ են։ Դրա համար Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը իրեն պայքարը սկսում է ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ ուժեղ Հայաստան դաշինքի Սամվել Կարապետյանի դեմ, Հայաստան դաշինքի դեմ Ռոբերտ Քոչարյանի դեմ, եւ մենք միանալով մենք ջախջախելու ենք այս 3 դավադիր ուժերին։ Իրենք դավաճաններ են։ Նրանք դավաճանել են հայի վստահությունը, նրանք դավաճանել են Հայաստանից Հանրապետությունը, նրանք դավաճանել են Հայաստանից Հանրապետության քաղաքացուն։ Իսկ գիտեք ինչ կարող եմ ասել սիրելի բարեկամներ, ես այնքան ուրախ եմ, որ Սամվել Կարապետյանն ենք չդարձան իշխանություն։ Ասեմ ինչու եւ հիմնավորեմ։ Ես միշտ ասել եմ, որ բիզնեսի մարդը դա անվստահելի մարդ է,
Նրանք առնող ծախող են եւ ծախվող են, սիրելի բարեկամներ։ Եթե սրանք ծախվեցին Նիկոլ Փաշինյանի պես թույլ ազնվորությանը, հզոր քաղաքական գործիչ, բայց որպես մարդ, տեսակ նա շատ թույլ մարդ է։ Սրանք ով էին, որ չծախվեին Էրդոգանին եւ Ալիևին եւ մնացածին, Պուտինով, Մուտինով, մնացածով բոլորին։ Գիտեք ինչու, սրանք շահամոլ են, սրանք կորցնելու բան ունեն, սրանց հետույքները կեղտոտ է, դրա համար է Նիկոլը սրանց ոնց ուզում, նենց ֆռաստում է։ Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, այսօր մի սրտիկ էր սահմանադրության օրը ուղարկե Նիկոլ Փաշինյանը, հեսա կտեղադրեմ կտեսնեք։ Եվ իմացեք, սահմանադրության փոփոխությունը լինելու է ձեր վզով։ Եթե փոխվավ սահմանադրությունը, դուք Նիկոլից բեթար պատասխան եք տալու։ Այդ ժամանակ նարեք, դուք կիմանաս ինչ է դժողքը։ Ռոբերտ Քոչարյան, դա վերաբերվում է նաև ձեզ։ Հələ դուք փորձեք սահմանադրությունը փոխվի ու դուք այդտեղ մասնակցություն ունենաք ձեր թիմակիցների հաշվով։ Ես չեմ վստահում ձեզ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ուղիղ մեղադրանք է ձեզ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դավաճանության մեջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դավաճանության մեջ։ Սիրելի բարեկամներ, ովքեր կողմ են մեր հետագա պայքարին, ովքեր կողմ են, որ մենք նոր փուլը շարունակենք համահայկական ազատագրական շարժմանը, խնդրում եմ կոմենտարներում դրեք պլյուսներ, որպեսզի ես իմանամ որքան մարդիկ են այսօր կիսում մեր տեսակետը։ Իսկ ինչ կանենք մենք։ Մենք կանենք հետևյալը։ Մենք կվերցնենք թույլտվություն 1 ամիս ժամկետով, առայժմս 1 ամիս ժամկետով եւ կսկսենք ակցիաներ ամենօրյա Ազատության հրապարակում։ Եվ կամաց քայլ առ քայլ կգնանք դեպի մեր հաղթանակին փողոցային պայքարով։ Իսկ այս սրտիկը Նիկոլ Փաշինյանի կողմից ձերն է Նարեկ Կարապետյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Բռնեք Նիկոլի սրտիկը։ Տեսակ բարով վայրեք։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայազգս, միացում հայազգիս, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Սիրելի բարեկամներ, ամեն ինչ լինելու է գերազանց։ Հուսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։